FreeSoft ստերիլ աղաջրային լուծույթ նախատեսված է ամբողջ ընտանիքի համար սկսած նորածնային տարիքից։ FreeSoft կաթիլները լայնորեն կիրառվում են քթի եւ աչքերի ամենօրյա հիգիենիկ լվացումների համար։ Elrumi գործընկերն է Միլի Մարեցի խանութ սրահը։ Novothein Ultra աչքի խոնավեցնող եւ հանգստացնող կաթիլներ չի պարունակում վնասակար կոնսերվանտներ, առկա է բոլոր դեղատներում։ Ողջույն սիրելի հետևորդներ, դուք Elrum-ում եք։ Մեր հետևորդները գիտեն, որ մարտի 8-ից ապրիլի 7-ը կանանց միամսյակի շրջանում մենք աշխատում ենք զրուցել կանանց հետ, ովքեր իրականում իրենց տեսակով, իրենց գործելավոճով, իրենց մտածողությամբ կարող են փոխել աշխարհը։ Ասում են աշխարհը փոխելու համար շատ երկար ու լուրջ ինչ-որ նախապատրաստություն է պետք։ Այնինչ լինում են կանայք, որոնք իրենց որոշումներով ամենափոքր ու ամենամեծ հարցերի վերաբերյալ կարողանում են իրականում փոխել աշխարհը։ Գիտեք, մենք մեր շրջապատում, մեր ընտանիքում յուրաքանչյուր օր ինչ-որ քայլ անելով հնարավորություն ենք տալիս իրականում շատ բանի մի քիչ այլ հայացքով նայել։ Սակայն մասնագիտություններ կան, որ այս առումով իրականում շատ առանձնահատուկ են, որովհետև նրանց շնորհիվ, նրանց վերաբերմունքի, այսինքն այս մասնագիտությունը կրողի վերաբերմունքի շնորհիվ դու կարող ես աշխարհում ամեն ինչին հավատալ հրաշքին եւ ընդհակառակը։ Այսօր մենք շատ հետաքրքիր ու շատ տարբերվող հյուր ունենք, առհասարակ բժիշկների եւ հատկապես սրտաբանի հետ զրույցում միշտ կարծես ինչ որ բան խառնվում է իրար, որովհետեւ երբ ընտրում ես մի մասնագիտություն, որի դեպքում մարդը քեզ մոտ գալիս է կյանքի ու մահվան սահմանագծին, այստեղ ինչքան էլ դու շատ պրոֆեսիոնալ ու լավ գիտելիքներ ունենաս, միևնույնն է, պիտի կարողանաս ունենալ հետաքրքիր ու տարբերվող մարդկային տեսակ, որպեսզի ամենակարևոր պահին քեզ վստահեն ու քո միջոցով իրենց հրաշքին հավատան։ Սիրով այս պահին ուզում եմ շատ հետաքրքիր, շատ հանդարտ իր տեսակով, բայց միևնույն ժամանակ մարդկային կյանքի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք ունեցող մասնագետի հետ սկսել մեր զրույցը։ Ձեր անունից ուզում եմ այս պահին Elrum-ում ողջունել Best Life բժշկական կենտրոնի բժիշկ սրտաբան Տաթևիկ Գաբրիելյանին։ Շատ շնորհակալ եմ դոկտոր, որ առիթ ունենք հանդիպելու։ Լավ է տրամադրությունը։ Լավ, ես նույնպես շնորհակալ եմ հրավերի համար։ Դոկտոր, ձեր պացիենտները երբ խոսում են ձեր մասին, ձեզ նկարագրելուց ասում են այնքան հույս կա իր աչքերում, որ մեզ թվում է, որ նույնիսկ ամենաբարդ խնդիրը լուծելու ամենահեշտ ճանապարհը մենք գտել ենք։ Այսինքն բնավորությունից է սկսվում մասնագիտությունը։ Կարծում եմ այո, եւ այստեղ շատ մեծ նշանակություն ունի հիվանդի նկատմամբ վերաբերմունքը, հիվանդի հետ խոսելիս քո խոսքը եւ կարծում եմ հիվանդը անկախ ամեն ինչից արդեն իսկ հուզված մտնում է հիվանդանոց եւ պետք է փորձել հիվանդի համար ամեն ինչ մատուցել բարեհամբույր մակարդակով։ Այո, սա փաստորեն նշանակություն ունի։ Նշանակություն ունի սա նաև բուժման ընթացքի եւ հատկապես այնպիսի բարդ ուղղության, ինչպիսին սրտաբանությունն է։ Կարծում եմ այո, որովհետեւ երբ հիվանդը հավատում է, դա հույս է ներշնչում եւ մեծ դեր է ունենում եւ հիվանդության եւ բժշկի նկատմամբ։ Պետք է հավատ կարողանաս ներշնչել։ Մասնագիտությունը փաստորեն ձեր ընտանիքում այդպես բժշկական այս ուղղությունը ինչ որ առումով գենետիկ չէ, բայց դուք մանկուց եք երազել բժիշկ դառնալ, իսկ ձեր ծնողները քաջալերել են, այսինքն այս դժվար ոլորտ ինչ որ առումով ձեր մուտքը ողջունել են։ Այո, երբեք դեմ չեն եղել, ընդհակառակը մայրս միշտ ավելի դրթել է, որ այո, պետք է իմ աղջիկը բժիշկ դառնա եւ դա երևի մեծ դեր է ունեցել։ Իսկ հայրս երբեք դեմ չի եղել իմ մասնագիտության ընտրության մեջ։ Բայց ինչպես եղավ, որ հենց այս ուղղությունը, Տաթևիկ, սրտաբանությունը, սա ըստ էության 2010-ին եք դուք ավարտել, հա, բժշկական Մխիթարերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանը, ընդհանուր բուժական ֆակուլտետը։ Այս սրտաբանությունը ինչպես ընտրեցիք, սա կային այդ ժամանակ էլ արդեն նորաձև ինչ-որ ուղղություններ, որտեղ միևնույնն է դժվար է, բայց այսքան այս մազի վրայով քայլելու մասնագիտություններ չեն ամեն դեպքում։ Համամիտ եմ, տեսեք, մանկուց նույնիսկ որ բժիշկ եմ երազել եմ նաև սրտաբանության մասին, բայց ավելի գիտակցական կյանքում, երբ որ արդեն բժշկության մեջ էի, երբ որ սովորում էի բժշկական համալսարանում, հասկանում էի, որ բավականին լուրջ մասնագիտության հետ գործ ունեմ եւ նույնիսկ վախի զգացողություն կար, որ
չէ նման բարդ մասնագիտություն չընտրեմ, մահվան հետ գործ չունենամ, ավելի այնպիսի մասնագիտություն, որը տրամադրություն է բարձրացնում, որը երջանկություն է բերում պացիենտին, դու ուրախ լուր ես հայտնում եւ այդ պատճառով մտածում էի, որ պիտի դառնամ գինեկոլոգ։ Քանի որ գիտեք, դա ավելի շատ դրական էմոցիաների հետ միշտ կապ ունի, երեխա ծնվել, այո, միանշանակ դա ավելի հաճելի էր։ Բայց վերջին պահին շատ մեծ դեր ունեցավ նախ աղջիկը, ով ինձ խորհուրդ տվեց ընտրել սրտաբանություն մասնագիտությունը, եւ երբ ամբիոններով հաճախում էինք ամբիոններ, որպեսզի հասկանայինք արդյոք այդ մասնագիտությունը մեզ հոգեհարազատ է թե ոչ, Երբ գնացի սրտաբանության ամբիոն, այն ժամանակ պրոֆեսոր Սիսակյանի մոտ առաջին հիվանդանոցում հասկացա, որ դա միանշանակ իմն է։ Չնայած, որ հենց առաջին օրը մտել եմ սրտաբանության բաժանմունք եւ տեսել եմ մահ։ Բայց հասկացա, որ դա շատ կարևոր մասնագիտություն է եւ ինձ շատ հոգեհարազատ է եւ հնարավորինս ինչքան հնարավորություն ունեմ, պետք է պացիենտին օգնեմ։ Իհարկե, Աստված միշտ իմ կողքին է, ամեն դժվար պահին։ Այսինքն դուք սիրում եք մարդուն ոչ թե ուղղակի իր կյանքը մի քիչ ավելի լավը դարձնել, այլ օգնել ապրի ստեյության։ Այո։ Ամենամեծ շնորհակալությունն է, երբ որ պացիենտը գոհ է, պացիենտը առողջ է եւ երջանիկ շնորհակալությամբ դուրս է գրվում հիվանդանոցից։ Տաթևիկ Փաստորեն 2014-ից 18 թվականները նաեւ դասավանդել եք բժշկական համալսարանի կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնում, հենց կլինիկական ֆարմակոլոգիա այս առարկան եք դասավանդել։ 2016-ին ծնվել է ձեր հրաշքը, ձեր որդին, Աստված պահի, եւ դուք 2 տարի չեք աշխատել։ Այո, 2 տարի չեմ աշխատել, որովհետև առաջնային տեղում էր որդիս եւ մտածում էի, որ պիտի մեծանա եւ շատ դժվար, նույնիսկ 2 տարի հետո շատ դժվար եմ դուրս եկել աշխատանքի, որովհետև կապը շատ սերտ էր եւ շատ դժվար էր ինձ մանկապարտեզ տանել, թողել առանց ինձ։ Բարեբախտաբար հաղթահարեցինք այդ ընթացքը։ Որովհետև նաև մեծ դեր ուներ այդ պարագայում իմ մասնագիտությունը եւ ես հասկանում էի, որ ինչքան երկարացնեմ ընդմիջումը, այնքան հետագա վերադառնալը, հետագա բարդությունները շատ ավելի դժվար են լինելու։ Այո, շատ դեպքերում, երբ հենց սկզբում, այսպիսի դադար է լինում, դուք շատ ավելի լավ գիտեք, բժշկության մեջ արդեն կարծես հետո դժվար են, իրականում դժվար են վերադառնում, բայց դուք ոչ միայն 18-ին արդեն վերադարձել եք, այլ որպես կրթական ծրագիր աշխատել վերապատրաստվել եք Նորք Մարաշ բժշկական կենտրոնում, նաև վերապատրաստումներ հետո անընդհատ, Գերմանիայում, Մոսկվայում։ Այո, Նորք Մարաշ բժշկական կենտրոնը ինձ մեծ կրթություն է տվել, սրտաբանության մեջ հիմք է դրել եւ ես շատ շնորհակալ եմ Նորք Մարաշ բժշկական կենտրոնի իմ ղեկավարին Թորոսյան Արմինեին, ով իմ մասնագիտական ճանապարհի մեջ ունեցել է շատ մեծ ազդեցություն։ Եվ այստեղից արդեն շարունակվեց, բայց դուք որոշեցիք նոր բաներ բացահայտել, որովհետև նաև ուղղությունները, ինչքան էլ ասենք հիմա բժշկությունը, հատկապես սրտաբանությունը շատ զարգացած է, բայց 20-ին արդեն Գերմանիայում եք վերապատրաստվել, հետո Մոսկվայում, ամեն տեղից ինչ-որ նոր մի բան կարծես։ Այո, այսպես ստացվեց, ես որոշեցի, որ Նորք Մարաշ բժշկական կենտրոնում աշխատելուց հետո պիտի աշխատանքը շարունակեմ Գերմանիայում։ Հանձնեցի գերմաներենի քննությունը եւ աշխատանքային հրավեր ստացա Գերմանիայից։ Մեկնեցի այնտեղ աշխատելու նպատակով բավականին հայտնի կլինիկայում, սիրտ-թոքային տրանսպլանտացիոն կենտրոնում, սակայն ցավոք սրտի առանց բալիկիս եւ ամուսնուս։ Եվ այդ ընթացքում կորոնավիրուսը ի հայտ եկավ եւ փակվեցին բոլոր ճանապարհները։ Եվ ես երկու ընտրություն ունեի, կամ պիտի մնայի այնտեղ 1 տարի մենակ աշխատեի, մինչև ճանապարհները բացվեր եւ ընտանիքիս հետ միավորվեի, կամ պետք է վերադառնայի Հայաստան, եւ ես վերադարձա Հայաստան։ Այո, եւ ընդհատվեց այնտեղ իմ աշխատանքը, վերապատրաստումը։ Այդպես դրանից հետո Մոսկվա մեկնեցի, այնտեղ մի քանի կրթական ծրագրի մասնակցեցի, վերապատրաստվեցի եւ նորից վերադարձա Հայաստան, որովհետեւ ընթացքում հասկացա, որ ծնողներիս չեմ կարող մենակ թողել Հայաստանում, այո։
Եվ վերադարձա ու այստեղ արդեն 2023 թվականից ընդունվեցի Best Life բժշկական կենտրոն, որի համար շատ շնորհակալ եմ էլի Աստծուն եւ շնորհակալ եմ մեր կենտրոնի գլխավոր բժիշկ Համբարձումյան Կարենին, ով վստահեց եւ պատիվ ունեմ նման բարձր որակի բժշկի հետ աշխատելու։ Այո, այստեղ նաև շատ կարևոր մի առանձնահատկություն, որ ձեր նաև այս փորձը դրսում տարբեր ուղղություններով, հա, մասնագիտական փորձը հավաքած, դուք միանգամից եկաք եւ աշխատանքի անցաք սիրտանոթային հենց մասնագիտացված կլինիկայում։ Այո, իմ մասնագիտությունն էր դա, այլ տարբերակ չկար։ Պետք է աշխատեի սիրտ-անոթային վիրաբուժական կենտրոնում, որովհետև դա ինձ ամենահոգեհարազատն էր։ Հարազատներ, այո։ Սիրում եք նաև մարդկանց հետ շփվել։ Այո, մեծ հաճույքով։ Երբ պացիենտը հիվանդանոց է մտնում, պետք է վստահություն ունենա տվյալ բժշկի նկատմամբ եւ չզգա տարբերությունը, որ բժիշկը իրենից ինչ-որ քայլով բարձր է, որպեսզի կարողանա լիարժեք եւ գանգատների մասին ասի եւ լիարժեք վստահություն ունենա տվյալ բժշկի նկատմամբ։ Ես հիմա պիտի մի փոքրիկ գաղտնիք բացեմ, երբ մենք ուղղակի այսպես փոքրիկ հարցախույզ էինք անում հենց այս միամսյակի շրջանում մեկ սրտաբանի կնոջ նկա տեսագրելու համար, ձեր մասին նշում էին, որ սրտաբան ու մոտ կարելի է սիրտը բացել։ Երբեմն նույնիսկ անձնական հոգսեր են կիսում ինձ հետ, բայց այնպես է, որ միշտ հասկանում եմ, որ պացիենտին պետք է լսել։ Դա հոգեբանորեն մեծ ազդեցություն է ունենում իրենց վրա եւ հաճախ լինում է նաեւ որ հասկանում ես որ գալիս է պացիենտը ու դժգոհություն է հայտնում ինչ որ այլ կլինիկայի բժշկից եւ հասկանում ես որ հիմնական խնդիրը ոչ թե մասնագիտական խնդիրն է, այլ որ տվյալ բժիշկը չի լսել եւ հոգեբանորեն ազդեցություն չի ունեցել։ Այո, այստեղ շատ կարեւոր է փաստորեն բժշկի մասնագիտության համար, որ նաեւ լսելու այդ կարողությունը ունենա։ Իհարկե շատ բարդ է այս դեպքում, եթե հաշվի առնենք, հա, պացիենտները իրենց տարբեր խնդիրներով եւ այլն, բայց միևնույն ժամանակ սա երևի մասնագիտելիքների չափ կարևոր մի բան է։ Այո, միանշանակ։ Դոկտոր, եթե մի քանի բառով, հա, Best Life սիրտանոթային վիրաբուժական փաստորեն մասնագիտացված կլինիկա է, այստեղ որ խնդիրներով, այսինքն նաեւ դուք շատ այսպես հպարտությամբ նշեցիք, որ 2023-ից աշխատում եք ուրախությամբ, այսինքն այստեղ սրտաբանական ծառայությունների վիրաբուժության ողջ սպեկտրը կլինիկան ներառում է։ Կենտրոնում կատարվում է էլեկտրասրտագրություն, էխոսրտագրություն, ֆիզիկական ծանրաբեռնվածության տեստ, հոլտեր մոնիտորինգ, դա նախնական հետազոտությունները, որոնց հիման վրա որոշում ենք պացիենտը այլ ինչ հետազոտությունների, միջամտության կամ բուժման կարիք ունի։ Կենտրոնը սիրտանոթային վիրաբուժական ինվազիվ միջամտություններ են կատարվում, բաց վիրահատություններ են կատարվում, այսինքն կենտրոն կարող են դիմել ցանկացած սրտի հետ կապված խնդիր ունեցող պացիենտներ։ Կատարվում է ստենդավորումներ, կենտրոնում կատարվում է նաև FFR հետազոտություն, որը Հայաստանի տարածաշրջանում շատ քիչ կլինիկաներում է կատարվում, այսինքն դա ինչպիսի հետազոտություն է, երբ որ մենք ունենում ենք սահմանային անոթ, այսինքն երբ անոթը նեղացած է 60% եւ հստակ չէ այդ 60%-ը, տվյալ հետազոտությամբ մենք հստակեցնում ենք արդյոք դա 60% է թե ավել եւ արդյոք դա իշեմիա առաջացնում է թե ոչ եւ ըստ այդ հետազոտության որոշում ենք պացիենտը ունի ստենտավորման կարիք թե ոչ։ Սա փաստորեն քիչ կլինիկաներում է հնարավորություն։ Այո, եւ կենտրոնում կատարվում է նաեւ քրոնիկ փականոթների վերաբացում, որը բավականին բարդ եւ բավականին լուրջ տեխնիկական եւ գիտելիքներով լի բժիշկներ են տիրապետում միայն դրան։ Դա եւս Հայաստանում կատարվում է շատ քիչ կլինիկաներում, որից մեկը մեր կլինիկան է եւ կատարում է կենտրոնի գլխավոր բժիշկ Համբարձումյան Կարենը։ Ես ներողություն եմ խնդրում Տաթևիկ, բայց նաեւ մասնագիտական, հա, պրոֆեսիոնալ թիմի առումով էլ շատ հետաքրքիր, շատ հագեցված ու շատ բարձր
որակավորում ունեցող մասնագետներ են ընդգրկված Best Life-ում։ Ունենք նաև վիրաբույժներ, բժիշկ Ահարոնյանը, բժիշկ Քոչարյանը, ովքեր կատարում են բաց վիրահատություններ, կատարում է փականների պրոթեզավորում, աորտոկորոնար շունտավորում։ Աորտոկորոնար շունտավորումը կատարվում է այն դեպքում, երբ որ ունենում ենք բազմանոթային հիվանդություն, այսինքն նույն իշեմիկ հիվանդությունը, երբ որ պացիենտին անհրաժեշտ է 5-6 ստենդի տեղադրում, այդ պարագայում ավելի նախընտրելի է բաց վիրահատությունը, որը կոչվում է աորտոկորոնար շունտավորում։ Եվ փականների պրոթեզավորումները դա ունենում ենք փականային անբավարարությունների ժամանակ, ունենում ենք ստենոզների ժամանակ եւ ավելի բարդ հիվանդություններից մեկը, որը կոչվում է ինֆեկցիոն էնդոկարդիտ, բավականին լուրջ փականային խնդիր է, որը որ մեր կենտրոնում եւ ստանում է համապատասխան բուժում եւ թիմի շնորհիվ, ամբողջական թիմային աշխատանքի շնորհիվ ստանում է համապատասխան բուժում եւ անհրաժեշտության դեպքում նաեւ վիրահատություն, այսինքն փոքր խնդրից մինչև մեծ, այստեղ հնարավորություն կա եւ մասնագիտական ներուժը պրոֆեսիոնալ շատ հզոր է եւ միևնույն ժամանակ որ պակաս կարեւոր չէ մեր ժամանակներում սարքավորումները, հա։ Այո, նոր կենտրոնը հագեցված է լավագույն սարքավորումներով, նույնիսկ հաճախակի ունենում ենք Եվրոպայից ժամանած սրտաբաններ, ինվազիվ սրտաբաններ, ովքեր Եվրոպայում ինվազիվ սրտաբանության հիմնադիրներն են եւ կատարում են նորից քրոնիկ փականոտների վերաբացում համատեղ մեր սրտաբանների հետ միասին։ Ինչու՞ չէ, նաև կատարվում է երբեմն դրսից մասնագետ է հրավիրվում եւ փակ ճանապարհով կատարվում է տավի վիրահատությունը, դա աորտալ փականի պրոթեզավորումն է փակ ճանապարհով։ Պաստորեն դոկտոր, փոքր խնդրի դեպքում միշտ մենք ասում ենք, որ կանխարգելումն ամենակարևորն է։ Մենք որպես կանոն սրտաբանին միշտ ամենավերջում ենք դիմում, կամ ամենասկզբում, կամ ամենավերջում, չէ՞։ Այո, միանշանակ, ինչքան շուտ է պացիենտը դիմում սրտաբանին, այնքան եւ միջամտության ռիսկերն են ցածր լինում եւ պացիենտը ավելի ճիշտ համապատասխան բուժում է ստանում։ Օրինակ բերեմ, երբ որ պացիենտը գալիս է սրտամկանի սուր ինֆարկտով, եւ ռիսկերն են բարձր, եւ սրտամկանն է արդեն վնասվում, որը կարող է բերել կյանքին վտանգ սպառնացող առիթմիաների զարգացման, սրտային անբավարարության զարգացման, իսկ պլանային, երբ որ գանգատ է ունենում պացիենտը եւ գալիս է եւ ժամանակին հայտնաբերում ես, որ պացիենտը ունի իշեմիկ հիվանդություն եւ անհրաժեշտ է ստենդավորում, մեկ օր ստենդավորվում է, հաջորդ օրը առողջ դուրս է գրվում եւ գնում տոն եւ կյանքի որակի վրա բացարձակապես ազդեցություն չի ունենում։ Միևնույն ժամանակ նույնիսկ եթե այդպես ստենդավորման կարիք չկա փոքր խնդիրների դեպքում փաստորեն ձեզ կարող են դիմել։ Շատ կարեւոր է նաեւ, երբ որ մենք բացահայտում ենք, որ պացիենտը ունի խնդիր եւ դեղորայքներ կան, որոնք ոչ միայն բուժում են, այլ նաեւ կանխարգելում են։ Այսինքն ժամանակին սկսելու դեպքում, երբ որ դու դեղորայքը ժամանակին սկսում ես խմել, այսինքն օրինակ զարկերակային հիպերտենզիայի դեպքում, երբ դեռ սրտի խոռոչները չեն դիլատացվել, սրտի պատերը չեն հաստացել, փականային խնդիրները չեն զարգացել, դեղորայքը սկսում են խմել եւ առողջ ապրելակերպով շարունակում են ապրել։ Մենք սրտի հետ կապված շատ հաճախ ճիշտ չենք հասկանում, հա, որ նշաններն են, որ հենց սրտի հետ կապված խնդիրների մասին են խոսում։ Եվ երևի սա է պատճառը, ես քիչ առաջ նշեցի, որ կամ ամենասկզբում, ասենք մի փոքր շնչահեղձություն մենք գնում ենք սրտաբանի մոտ, կամ բոլոր խնդիրները, հորմոնալ, չգիտեմ, ինչ էս հետազոտությունները անում ենք, հետո նոր դիմում ենք սրտաբանին։ Որոնք են այն ախտանիշները, որ ուղիղ պետք է քայլերը տանեն հենց սրտաբանին։ Ցավ կրծքավանդակի շրջանում, այրոց կրծքավանդակի շրջանում։ Ինչի եմ այրոցը հատուկ նշում, որովհետև շատ հաճախ պացիենտները այրոցը կապում են ստամոքս աղիքային տրակտի հետ եւ հաճախակի ասում են իժոգա եմ ունենում ստամոքսս է, բայց շատ կարեւոր է, որպեսզի այդ պարագայում կատարվի ախտորոշում։ Այսինքն առաջնային օղակը պիտի լինի սրտաբանի դիմելը, որովհետև այրող ցավը դա ամենավտանգավոր ցավն է,
որը կարող է ցանկացած պահի վերածվել ինֆարկտի։ Դրա համար ցավի պարագայում հատկապես երբ ցավը այրող բնույթի է, ճառագայթում է դեպի թիկունք, ուղեկցվում է կոկորդում խեղդոցի զգացումով, ի հայտ է գալիս ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ կամ սառը օդին դուրս գալիս, ի հայտ է գալիս սնունդ ընդունելուց հետո, միանշանակ առաջին քայլը, որ պետք է անել, դա դիմել սրտաբանի։ Եվ այստեղ նաև կարևոր նշանակություն ունի ուղեկցող հիվանդությունները, շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտենզիա, նաև կարևոր նշանակություն ունի ժառանգական նախատրամադրվածությունը։ Երբ պացիենտը գիտի, որ հարազատի որևիցե մեկի մոտ եղել է ստենդավորում կամ ինֆարկտ կամ ինսուլտ, միանշանակ պետք է դիմել սրտաբանի նույնիսկ մի փոքրիկ գանգատի պարագայում։ Նաև նշանակություն ունեն ռիսկի գործոնները, այստեղ մենք ուզում եմ շեշտել ռիսկի գործոններ, որոնք ենթարկվում են փոփոխության եւ որոնք չեն ենթարկվում փոփոխության։ Փոփոխության չի ենթարկվող ռիսկի ֆակտորներն են սեռը, տղամարդկանց մոտ սիրտանոթային հիվանդությունների ռիսկը շատ ավելի բարձր է, ժառանգականությունը։ Իսկ փոփոխության ենթարկվող ռիսկի գործոններն են ծխախոտի չարաշահումը, ճարպակալումը, ֆիզիկական ակտիվության սահմանափակումը, որոնք բոլորը նպաստում են ռիսկի գործոնի բարձրացման, իշեմիկ հիվանդության պարագայում։ Այո, բայց նշում եմ, որ վերջին տարիներին եւ երիտասարդացել է, սա երևի բոլոր ուղղություններով կարելի է նշել եւ միևնույն ժամանակ կանանց մոտ է ավելի հաճախակիացել։ Ունեք այդպիսի վիճակագրություն։ Այո, ունենք վիճակագրություն, որ երիտասարդացել է, իսկ կանայք մի որոշ տարիքից հետո իրենց ռիսկով հավասարվում են տղամարդկանց։ Ուզում եմ կանանց պարագայում հատուկ շեշտել նաև էպիգաստրալ շրջանի ցավերը, կանանց մոտ եւ տարեց պացիենտների մոտ հաճախ ինֆարկտը, իշեմիկ հիվանդությունը ուղեկցվում է ատիպիկ գանգատներով։ Ցավը կարող է հաճախ տեղակայվել էպիգաստրալ շրջանում, կրծքաբանդակում բացարձակ չլինի, կամ կարող է շաքարային դիաբետի դեպքում կամ տարեց մարդկանց մոտ արտահայտվել միայն շնչարգելությամբ առանց ցավի։ Նման դեպքերում միանշանակ պետք է առաջնային օղակը լինի նորից սրտաբանի դիմելը, այո։ Այստեղ եթե նույնիսկ, այսինքն ոչինչ դեռ պարզ չի, ասենք ինչ որ բան, օրինակ շնչահեղձության դեպքում կամ որևէ ցավի կարող են միանգամից օրինակ զանգահարել, դիմել ձեզ, արդեն տեղում ախտորոշեն, բացառեն սիրտանոթայինը, եթե նույնիսկ չկա, հետո անցնեն արդեն կուղորդեք թե որ ուղղությամբ։ Այո, միանշանակ, որովհետև սիրտանոթային համակարգից կյանքին վտանգ է սպառնում։ Դրա համար առաջնայինը պետք է շղթել սիրտանոթային համակարգի հիվանդությունները։ Եվ ուզում եմ շեշտել նաև երկարատև անհայտ ծագման ջերմությունները, որը եւս կարող է խոսել սրտի փականային հիվանդությունների մասին այս պարագայում կամ սրտապարկի բորբոքման մասին, սրտամկանի բորբոքման մասին, երբ որ ունենում ենք նման խնդիրներ, բարձր ջերմություններ, որոնք չեն կարգավորվում երկարատև, այդ պարագայում եւս առաջնայինը պետք է լինի սրտաբանի դիմելը։ Շատ կարևոր է ժամանակին հայտնաբերելը, որպեսզի բարդությունները հասցնել նվազագույնին։ Այո, շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ Տաթևիկ, շատ մանրամասն պրոֆեսիոնալ, նույնիսկ այստեղ մի քանի րոպեի ընթացքում այնքան շատ ինֆորմացիա տվեցիք, դուք սիրում եք մասնագիտությունը, շատ ձերն է։ Շատ ձերն, այո։ Եվ ամեն դեպքում բժշկի աշխատանքի մենք այսպես լուսավոր մասերն ենք, բայց հատկապես սրտաբանի այստեղ դժվար դեպքերը շատ են, հետո հերթապահություններ, այսինքն ընտանիքի հետ համատեղելը կնոջ համար մի քիչ ավելի դժվար է, թեկուզ էմոցիոնալ, հա, այդ հանդարտ պահելը։ Ինչպես է կարողանում այս բալանսը ճիշտ գտնել ու պահել։ Սկզբնական շրջանում շատ դժվար է եղել, հատկապես ամուսինս բժիշկ չէ եւ շատ ավելի դժվար էր ընկալում իմ աշխատանքային ժամերը, տանից անընդհատ բացակայությունները։ Երեխան եւս, երբ 2018 թվականից սկսեցի աշխատանքս Նոր Քմարաշ բժշկական կենտրոնում, ամիսը գրեթե 10 հերթապահություն էի ունենում եւ հաջորդ օրը մինչեւ երեկոյան նորից աշխատում էինք։ Գրեթե երեխային տեսնում էի ամբողջ ամսվա ընթացքում 10 օր։ Շատ դժվար էր, բայց արդեն բոլորս հաղթահարել ենք եւ բոլորը հասկացել են, որ դա իմ մասնագիտությունն է, առանց որի իմ կյանքը հնարավոր չէ։ Կնոջ երջանիկ լինելը, ինքնառեալիզացված լինելը կարեւոր է։ Այո։ Այո։
այս եզրակացյանը մենք մի քիչ ուշ ենք գալիս։ Ինչպես անել, այսինքն սա ձեր մեջ եղել է, թե դուք ժամանակի ընթացքում եք հասկացել, որ ի վերջո ընտանիքի հետ զուգահեռ պետք է նաև ունենալ, մանավանդ որ այդ հնարավորությունը ունեք գիտելիքները, կրթությունը, այն պրոֆեսիոնալ ուղղությունը, որտեղ դուք կինը ինքն իրեն անհրաժեշտ կարևոր կզգա։ Գիտելիքի առումով կարող եմ շեշտել, որ հայրս մեծ նշանակություն է ունեցել, միշտ եղել է իմ իդեալը եւ ձգտել եմ նմանվել իրեն եւ հասնել բարձրունքների։ Երբեք չեմ հոգնում աշխատանքից, կարող եմ աշխատել 24 ժամ։ Ինչպես կարելի է գտնել, հա, այն ուղղությունը, որտեղ դու ինքդ քեզ երջանիկ կզգաս, ոչ թե անընդհատ պահանջներ ու ինչ որ բաներ, որոնց գոյությունը քո կյանքում քեզ երջանիկ կդարձնի, այլ դու գտնես այն ճանապարհը, որտեղ որ դու ինքդ քեզ ավելի լավ կզգաս։ Ինձ համար երջանկություն ասելիս կարևոր նշանակություն ունի ընտանիքի անդամների առողջ լինելը։ Այո։ Դա արդեն իմ համար երջանկություն է։ Երբ որ բոլորը առողջ են, ես երջանիկ եմ, մնացածը կարող եմ ինքս ստեղծել երջանկությունը իմ շուրջը։ Ձեր հրաշքը տղան 9 տարեկան է եւ նշեցիք, որ շատ հետաքրքրված է ֆուտբոլով։ Այո, պատկերացնում է, որ ինքը դառնալու է հանրահայտ ֆուտբոլիստ։ Սովորում է շատ լավ եւ իմ ձգտումները ավելին են, բայց բնականաբար երբ որ մի քիչ ավելի հասուն տարիքում կլինի, ընտրությունը կտրվի իրեն։ Ես գիտեմ, որ ձեր նախասիրություններն էլ են շատ, այնպես չի, որ միայն մասնագիտությունն է, պիտի մարդը ինքը լիարժեք զգա, հա, այդ ինչպես ասում են, այդ շրջանակը երջանկության պիտի ամբողջական լինի։ Այո։ Ունեմ նախասիրություններ, սիրում եմ պոեզիա, սիրում եմ երգել, սիրում եմ նվագել։ Ինքս ավարտել եմ երաժշտական դպրոցը, չնայած որ մայրս ստիպելով է տարել երաժշտական դպրոց, բայց հիմա շնորհակալ եմ դրա համար, որովհետև փոքր տարիքում չի հասկանում կարևորությունը։ Հիմա դա ինձ հաճույք է պատճառում նվագելը։ Հասցնում եք նաև կարդալ պոեզիայի սիրահարեք։ Հատկապես սևակ։ Հասկանալի է, որ կյանքի յուրաքանչյուր ոլորտին դուք նայում եք փիլիսոփայորեն կարողանում եք գտնել ամենագլխավորը։ Այո։ Եվ սևակի ամենասիրած ստեղծագործությունը դա որդուս բանաստեղծությունն է։ Ինձ համար ճշմարտությունը շատ կարևոր դեր ունի եւ ազնվությունը, եւ շատ եմ սիրում կուզեի շեշտել որդուս բանաստեղծությունից խոսքերը, որտեղ նշում է հանուն գալիք վառ խարույկի, ես պատրաստ եմ այսօր ծխալ, հանուն վաղվա ճշմարտության, թող որ այսօր լինեմ սխալ։ Սևակի պոեզիան առհասարակ այսպես փիլիսոփայական կետերից է, որոնք ըստ էության ձևավորում կամ բնորոշում են մարդուն։ Հոգեբանական հատվածին մարդկային հարաբերությունների, առօրյայի կյանքի, կենսակերպի ու կենցաղի փաստորեն մեծ ուշադրություն դարձնում եք։ Այո, պետք է փորձել հնարավորինս ազնիվ ապրել կյանքում, որպեսզի դու քո առջև եւս ազնիվ լինես, ազնիվ չթվաս, այլ իրականում ազնիվ լինես։ Քիչ են հիմա այդպիսի մարդիկ։ Այո։ Ցավոք սրտի։ Իսկ այ արագության այս դարում դժվար է իրականում այսպիսի կարևոր հենքային այդ կենտրոններից հիմքերի վրա կառուցել օրդ ժամանակդ, ինչպես է կարողանում դա Դժվար է, այո, իրականում դժվար է հատկապես ընտանիքի հետ աշխատել եւ ամեն ինչ փորձել հասցնել, բայց չեմ դժգոհի, շնորհակալ կլինեմ եւ ծնողներիցս եւ ամուսնուցս, ովքեր ինձ շատ օգնում են կենցաղային հարցերում։ Ասում են կանայք կան, որոնք պարտադիր չի, հա, ինչ որ մեծ, չգիտեմ, հայտնագործություններ արած լինեն աշխարհի պատմության մեջ, որպեսզի կարողանան փոխեն։ Կանայք կան, որոնք փոխում են աշխարհը։ Դուք ամեն օր մի մարդու մի դրական բառ ասելով, հույս տալով եւ բնականաբար նաեւ մասնագիտական օգնություն դուք փոխում եք աշխարհը։ Փորձում ենք փոխել, որովհետեւ ցավոք սրտի մեր մասնագիտության մեջ լինում են նաեւ բացասական դեպքեր եւ ցավոք սրտի ունենում ենք մահեր, որոնք որ շատ դժվար է եւ ոչ միայն պացիենտի հարազատի համար, այլ նաեւ բժշկի համար։ Ինձ համար ամեն մի պացիենտի կորուստը դա խորը ցավ է եւ մեծ դժվարություն եւ ժամանակ է պահանջվում, որպեսզի կարողանամ հաղթահարել այդ ընթացքը։ Շնորհակալ եմ շատ, Տաթևիկ։ Մենք մի քանի փոքր բլից հարցերի տարբերակ, այսինքն այսպիսի առաջարկ ունենք, եթե համաձայն եք։ Միանշանակ։
FreeSoft ստերիլ աղաջրային լուծույթ նախատեսված է ամբողջ ընտանիքի համար սկսած նորածնային տարիքից։ FreeSoft կաթիլները լայնորեն կիրառվում են քթի եւ աչքերի ամենօրյա հիգիենիկ լվացումների համար։ Որպես սրտաբան, ինչպես կմեկնաբանեք, ինչու է սերը ու մարդու համար ամենանվիրական զգացմունքները նույնացնում հենց սիրտ օրգանի հետ։ Սիրտը իրենով արդեն ամեն ինչ ասում է։ Ինչպես անել, որպեսզի առողջ մնա սիրտը եւ ինչպես անել, որպեսզի ուրախ լինի սիրտը։ Առողջ մնալու համար պետք է ապրել առանց նախանձի, առանց չարության եւ ժամանակին դիմել սրտաբանի լուրջ խնդիրների բարագայում։ Իսկ ուրախ պահելու համար կարծում եմ դա մարդուց է կախված։ Ինձ համար եւս մեկ անգամ շեշտեմ, առողջ լինելը արդեն իսկ երջանկություն է, ավելին պետք չէ։ Երջանկությունը նկատել ու գնահատել կնոջ համար սա սովորական ինչ-որ բան է, թե առանձնահատկություն։ Առանձնահատկություն։ Համաձայն եք, որ կանայք ինչ-որ առումով կարողանում են այս աշխարհին ուրիշ կետից նայել։ Այո, միանշանակ։ Յուրաքանչյուր տղամարդու դաստիարակության հիմքում առաջին հերթին կինն է։ Ինձ համար շատ կարևոր նշանակություն ունի այդ արտահայտությունը, համամիտ եմ միանշանակ եւ փորձում եմ ամեն ինչ անել, որպեսզի տղաս դաստիարակվի այնպես ինչպես ես եմ ուզում, այսինքն կանանց հարգելով, կրթված, խելացի, ձգտումով դեպի միայն դրականին։ Հուսամ կստացվի։ Վստահ կստացվի։ Best Life բժշկական կենտրոնը նշեցիք, որ ձեզ համար շատ առանձնահատուկ նշանակություն ունի, կարելի է ասել, որ իրականում այստեղ հնարավոր է ապահովել լավ կյանք, լավագույն կյանք։ Այո, Best Life-ը հենց նշանակում է լավագույն կյանք։ Այո, փորձում ենք բոլորին ապահովել լավագույն կյանքով։ Չնայած որ ամեն ինչ չէ, որ մեզնից է կախված, բայց Աստված միշտ մեզ հետ է։ Ժամանակի պլանավորման առումով առանձնահատուկ որոշակի մեթոդ ունեք։ Փորձում եմ չպլանավորել, որովհետև ժամանակի ընթացքում հասկացել եմ, որ միշտ չեմ, որ պլանավորումները գնում են այնպես, ինչպես որ պետք են, եւ դա ավելի մեծ ստրեսային իրավիճակ է ստեղծում։ Դրա համար թողում եմ ավելի շատ կյանքի հունով, օրվա օրով։ Խուսափում եք ստրեսներ ստեղծելուց ձեր կյանքում։ Նշեցիք, որ սիրելի բանաստեղծ ես, հասկացա, որ սիրում եք պոեզիա, սիրելի բանաստեղծը Սևակ, ինչ վերաբերում է երաժշտությանը։ Սիրում եմ նվագել, երգել, տարբեր ոճի երաժշտություններ, շատ եմ սիրում մեր հին հայկական ժողովրդական երաժշտությունը, սիրում եմ արտասահմանյան երաժշտություն, հիմա հատուկ ինչ-որ երաժիշտների անուններ չեմ նշի, միայն կարող եմ շեշտել իմ պաշտելի երգիչը Ալեքսանդր Սիրով, դասական երաժշտություն շատ քիչ եմ լսում, միայն դժվար պահերին։ Դասական երաժշտությունը դժվար պահերին, ինչ վերաբերում է սպորտի։ Սպորտին, երբ դեռ ամուսնացած չէի, հաճախում էի ձիասպորտի, շատ սիրում էի, դրական էներգիա էր շատ տալիս եւ դա նաեւ, չգիտեմ տեղյակ եք թե ոչ, նաեւ որոշ բուժական միջոցառումներ ապահովող սպորտ է։ Ինչու ենք միշտ այս արտահայտությունն ասում, նախ եւ առաջ ամենակարևորն ու առաջնային առողջությունն է։ Այո, միանշանակ համաձայն եմ, այստեղ կուզեի շեշտել հույն փիլիսոփա Սոկրատեսի խոսքերը, ով ասել է առողջությունը ամեն ինչ չէ, սակայն ամեն ինչ առանց առողջության ոչինչ է։ Եթե չունենք առողջություն, ունենք ամեն ինչ, դա ոչինչ է մեզ համար։ Շնորհակալ եմ շատ, Տաթևիկ, ինձ իրականում շատ հաճելի էր։ Ես գիտեք միշտ ինձ թվում է, որ հատկապես բժշկի մասնագիտությունը մարդկային որոշակի տեսակ հոգեբանական հոգեկերտվածք պիտի ունենա, որպեսզի հետո նաև գումարվի այդ հսկա պրոֆեսիոնալ, գիտելիքները, այդ պոտենցիալը եւ իդեալական վերջն արդյունք, ինչպես ասում են, պրոֆեսիոնալ ու նաև շատ դրական մասնագետ լինի։ Ձեր տեսակով այս ներքին կարևոր հոգեբանական հենքերը, ես հիմա հասկանում եմ ինչու են այդքան սիրում ձեզ հետ շփվել, ուղակի շփվել եւ այդքան վստահություն
եք ներշնչում, որ նույնիսկ ամենաբարդ խնդիրների դեպքում լուծման տարբերակներ կան եւ լավ տարբերակը ամենահետաքրքիր ու հաջող ելքով սպասում է հենց ձեր պացիենտին։ Շնորհակալ եմ շատ, ես ուզում եմ որպեսզի ավելի շատ լինեն դրական դեպքերը, այն դեպքերը, որոնց արդյունքում դուք կարող եք ասել, որ շնորհավորում եմ, ձեզ մոտ ամեն ինչ կարգին է, մաղթում եմ որպեսզի երջանիկ օրերով լի երկար կյանք ունենաք։ Շնորհակալ եմ շատ։ Ես նույնպես շնորհակալ եմ լավ երեկո անցկացնելու, հետաքրքիր զրույց ունենալու համար։ Այսօր մենք Elroom-ում զրուցում էինք Best Life բժշկական կենտրոնի բժիշկ սրտաբան Տաթևիկ Գաբրիելյանի հետ։ Ժամանակներն առաջ են գնում եւ յուրաքանչյուր անգամ համոզվում ենք, որ անգամ արագության մեր ժամանակում ամենակարևորը դրական մտածողությունն է, ինչ որ կարևոր հենք, որ քո ներսում է, որպեսզի աշխարհը կարողանաս իրականում նվաճել եւ աշխարհը նվաճելու քո ճանապարհին իրականում քո շուրջը լինեն միայն հաջող ելքեր ու միայն ժպիտներ։ Շնորհակալ եմ, որ հետևում եք մեզ։ Novothein Ultra աչքի խոնավեցնող եւ հանգստացնող կաթիլներ չի պարունակում վնասակար կոնսերվանտներ, առկա է բոլոր դեղատներում։